Լինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից ամեն տարի նախատեսվում է հատուկ բյուջե կոմունալ ծառայության աշխատակիցների համար։ Ծրագրի նպատակն է ապահովել աշխատակիցներին անհրաժեշտ աշխատանքային համազգեստով և անվտանգության միջոցներով։ Տարին 2 անգամ բոլոր աշխատակիցներին տրամադրվում են հատուկ աշխատանքային կոշիկներ, տապատներ և բաճկոններ, որոնք նախատեսված են ամենօրյա ծանր աշխատանքի համար։ Մենք ունենք հատուկ նախատեսած գումար, մեր այդ մեզի նախատեսած է մեր հատկացն է, որպեսզի ձեռք բերենք հատուկ շորեր, տարին 2 անգամ այս հատուկ շորերը մեր ռաբոչիներուն, դվորներուն, մեր աշխատակիցներուն, շոֆերները, էլեկտրիկները, բոլորին համար ռաբոչի գրուպային տարին 2 անգամ հատուկ շորեր ձեռք բերենք, շարվար վերեթի, բացինկաներ, մայկաներ ու հատուկ ժիլետներ։ Այս բոլոր իրենց շորերը ունեն հատուկ բրենդային նշաններով հետևը ու մեկ էլ ամենակարևորը ես միշտ կարգնել եմ ադրաժացելներով, քան որ մեր կոմունալ ծառայությունը գիտեք ամեն օր մեր աշխատանքային են որ ամեն օր կաշխանենք ծունալի, անձրևալի, ծունալի, քամիալի, փուկալի մեր աշխատակիցները իրենց աշխատանքը կատարեն, դուք ինքները կտեսնիք ու իրիկվա մենք ունենք գիշերվաս մենել որպեսզի ցենտրը կենտրոնական փողոցները դադարվի ամեն օր ու եթե իրիկուն աշխատում են դրա համար շատ անհրաժեշտ է անվտանգության համար այս ադրաժացելները Ինչ է ու թեհամի մենք երկրորդ ռեսնել հաստ կուրտկաներ գձերք բերենք արդեն աշունքը հենց գալիս է նորից բացինկաներ ու հաստ կուրտկաներ գձերք բերենք մեր աշխատակիցներուն բոլորը ստանում են հատուկ շորերը պարտադիր տարին 2 անգամ Բաճկոնների և մյուս հագուստների վրա առկա են հատուկ բրենդային նշաններ, որոնք խորհրդանշում են կոմունալ ծառայությունը և ընդգծում աշխատակիցների պատասխանատու գործունեությունը քաղաքի բարեկարգման գործում։ Ինչպես գիտեք, միշտ տարին 2 անգամ մեր շոր կբաժանեն համաշուն կամ է գարնան գալու։ Հիմա արդեն գարնանային շորերեն մենք շատ շնորհակալ ենք մեր ղեկավարությունից, մեր տնօրեն Անդրանիկ Բեդոյանը ամեն տարի 2 անգամ շորերը կուտա, համաշնանային, ամե գարնանային։ Շատ շնորհակալություն կխնդրենք մենք իրանից այդ շորերի համար։ Բոլոր աշխատողները բոլորն է գոյեն եւ շնորհակալ են։ Կոմունալ ծառայության աշխատակիցները նշում են, որ նման աջակցությունը կարևոր է իրենց աշխատանքի արդյունավետության համար։ Նոր համազգեստը օգնում է առավել ապահով և հարմար պայմաններում կատարել ամենօրյա պարտականությունները։ Քաղաքապետարանը շարունակում է ուշադրություն դարձնել ոլորտի զարգացմանն ու աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավմանը։ Բարոն Մաշեսյան,